Ես մի փոքր շեղվելով այս ծրագրերից ամեն ինչից ինձ մասնագիտորեն քաղաքագիտության մեջ կան հարցեր, հարցադրումներ, որոնց պատասխանը կարծում եմ ժամանակի ընթացքում տեխնացուներն են տալիս, էլի իրենց կենսագրությամբ, քարոզչությունը վարելու, ընդհանրապես նախընտրական քարոզարշավը տանելու ստրատեգիայով եւ տակտիկական քայլերով։ Դա ինչ հետաքրքիր բան եմ նկատել կողքից, այսպես։ Ինը տեխնացու է մտել ընտրապայքարի մեջ, բոլորը իհարկե խոսում են իրենց ծրագրերի մասին, բարեփոխման, բարելավման, չգիտեմ ինչ եւ այլն։ Ես անկեղծ եմ ասում, գիտես, ես ուղղախոս եմ այդ հարցում։ Դու իր առանձնանում վախ չունենալու եւ համարձակություն ունենալու համառությամբ, ինչը կարծես կարծրատիպ կոտրեց վերջի մի քանի տարվա ընթացքում, որովհետեւ երկրում ամենայն դեպս 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո տիրում էր այն մթնոլորտը, որ ամեն ինչ նախապես որոշած է։ Աստված է որոշել, չգիտեմ ով է որոշել, իշխանությունն է որոշել, որոշ մի բան չի փոխվելու։ Եվ իշխող կուսակցության քարոզչամեքենայի ամբողջ լոկոմոտիվը հենց սա է, ինք այդպես էլ տանում են։ Դու կարծես կոտրեցիր այդ կարծրատիպը։ Անձամբ այս 15 օրվա ընթացքում, 14 օրվա ընթացքում գյումրեցիների հետ շփվելիս, նաև երևանցիների հետ շփվելիս, ի վերջո գյումրեցիների մեծ բանակ կա նաև Երևանում։ Դու այդ տարբերությունը զգացիր, մեկ եւ երկրորդը, արդյոք դու հավատում ես, որ ընտրությունների այս ցիկլի մեջ անընդհատ, հա, մենք նույն ցիկլի մեջ ենք։ Խոստումներ, չիրականացված խոստումներ, ընտրությունների կեղծում, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Արդյոք դու հնարավոր համարում ես, որ քո կերպարի, քո պերսոնաժի ներդրմամբ ի վերջո այդ շղթան կընդհատվի Գյումրիում կոնը։ Ես պատասխանեմ հետեւյալ կերպ, որ կոտրվել է ինչ որ մի բան, հա, այդ պատը, վստահաբար մենք տեսանք Գյումրիի մարզամշակութային համալիրում մեր հավաքի ժամանակ, երբ որ ոչ միայն նստելու տեղ չկար, կանգնելու տեղ չկար, բայց հանդիպումները սկսվում էին հետեւյալ կերպ։ Սկզբից շատ քիչ մարդ էր գալիս հանդիպման, որովհետև մարդկանց մոտ տարբեր տեսակի անվստահությունների շրջանակ կա։ Խոսույթներ էր դրան դրդում, որովհետև տարբեր տեսակի լեգենդներ էին, չէ՞, պատտվում այդ ընթացքում։ Ամեն հաջորդ հանդիպմանը մարդիկ գալիս էին ավելի վստահ, գալիս էին ավելի շատ։ Ու այն ժամանակ, երբ որ մենք հայտարարեցինք մեր մեծ հավաքի մասին, ու եկավ այդքան մարդ, կանգնելու տեղ չկար։ Մարդիկ հատ-հատ լսում էին ամեն ասածս բառը։ Մարդիկ ամեն րոպե արձագանքում էին իմ ամեն ասածին ու արձագանքում էին շատ անմիջական, ընդհանրապես չկաշկանդվելով ռեպլիկներ էին գյումրեցիներին դա բնորոշ է, նույնիսկ թատրոնում թատերական ներկայացումների ընթացքում հանդիսատեսը գործող անձ է։ Գյումրիի թատրոնում դրա համար են բոլոր թատերախմբերը ասում, որ միշտ շատ դժվար է ներկայացումներ խաղալ, որովհետև հանդիսատեսը գործող անձ է, ինքը հարաբերվում է բեմում տեղի ունեցող ամեն ինչի հետ։ Նույն բանը քարոզարշավներն է։ Կապ չունի դու բեմին ես, թե բակում ես։ Իրենք շատ անմիջական քո հետ շփվում են։ Ու գիտես, այդ հանդիպմանը մի շատ հետաքրքիր կապ ստեղծվեց, էլի, մարդկանց մեջ, որովհետև իրենք սկսեցին ինձ ուղղորդել, թե ես ինչ խոսեմ, որ թեմայից խոսեմ, որ թեմայից խոսեմ, իրենց ինչն է ավելի շատ հուզում, ինչն է ավելի շատ ոգևորում, ինչին են իրենք պատրաստ։ Հետաքրքիր է ինչը։ Այո, ու երրյակ կարող ես առանձնացնել խնդիրների, որոնք հենց ընտրազանգվածն է ձևակերպել եւ դրել քո սեղանին։ Այո, խնդիրների երրյակը։ Առաջինը մարդիկ աշխատատեղ են ուզում, երկրորդը մարդիկ անվտանգություն են ուզում, երրորդը մարդիկ հարցնում են մինչև երբ։ Այս շատ կարևոր հարցադրում է։ Մինչև երբ ինչը։ Մինչև երբ է այս ամեն ինչը այսպես շարունակվելու։ Զվանքանել է։ Ըստ էության դարձյալ անվտանգության այս քո հարցի առաջնային հարցի, հա, երբ որ ասում են, որ մարդկանց մեջ ինչի են տարածում, որ դե ամեն ինչ որոշված է, որովհետև իրենք գիտեն, որ մարդկանց մեջ այդ մինչև երբ հարցը կա։ Դրա համար
ուժայինները իրենց մարդկանց ներդրում են թաղերում, գնում են բեսեդկաներում, թաղերում, սկսում են խոսալ, դե ամեն ինչ որոշած է, տեխնոլոգիա է դա։ Սիրելի ժողովուրդ, ես մարդկանց եմ հարգելի իմ համակարգացիներ, ամեն ինչ որոշում եք դուք, ամեն ինչ որոշում եք միայն դուք, ամեն ինչ որոշելու է ձեր ընտրությունը, որովհետև այդպես էին ասում 2018 թվականից օրվա իշխանությունները։ Այդ մեկ մարդը հավատացեք դուք եք։ Այս պահին սա ամենակարևոր ժամանակահատվածն է դա գիտակցելու, որ դուք ձեր քվեով գալու եք եւ ցույց եք տալու, որ այն բոլոր մեթոդները, որով ձեզ փորձում են իբր վախեցնել, դուք վախեցող չեք, որովհետեւ դուք ընդդիմադիրների բոլոր հավաքներին, ժողովուրդ զորով մարդ բերել հնարավոր չի, ընդդիմադիրները հնարավորություն չունեն պետական հիմնարկություններին ասել, եկեք պոլիկլինիկայի ամբողջ կոլեկտիվով այդտեղ չունեն այդ հնարավորությունը, բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են ընդդիմադիրների հավաքին, գալիս են սեփական կամքով, սեփական ցանկությամբ, ըստ այդմ այդ հավաքները Մենք ամեն մեկս ինչքան որ մարդ հավաքել էինք, օրինակ չգիտեմ, ինչքան մարդ որ ես էի հավաքել Գյումրու մարզամշակութային կենտրոնում, հաջորդ օրը Մարտունը Գրիգորյան մոտ այդ նույն քանակի մարդ էր հավաքել, Վարդանը Ղուկասյան մոտ այդ քանակի մարդիկ դրսում է հավաքում, գյումրեցիներ։ Այս մարդիկ այսօր իրենց հավաքին մոտավորապես նույն քանակի մարդ բերել էին Զորով պոլիկլինիկաներից պետական հիմնարկություններից ու Ամասիայից, Արտիկից, Թալինից, ԿՊ ակտիվը Երևանի։ Ըստ այդմ սիրելի գյումրեցիներ, սիրելի հայրենակիցներ, ես շատ լավ գիտեմ, որ դուք չեք սիրում եւ ձեր փոխարեն փորձում են որոշել ու որոշումներ կայացնել։ Տասնամյակներ շարունակ բոլոր ընտրությունների ժամանակ դուք ցույց եք տվել ձեր ընդդիմադիր, չկոտրվող անսահմանափակ պատվով ուժեղ ողնաշարը։ Ես վստահ եմ, որ մարտի 30-ին էլ ոչինչ ձեզ չի կաշկանդելու գնալ ընտրատեղամաս եւ անել այն որոշումը ու ցույց տալ այն ճանապարհը, որով դուք ուզում եք, որ մենք բոլորս զարգանանք։ Իսկ այդ ճանապարհը գալիքի ճանապարհն է։ Մինչև քաղաքացի